Մելոյան, քաղբանտարկյալների վերաբերյալ այս խորհրդարանական լսումներից ինչ ակնկալիքներ ունեք, նախապես արդեն քաղաքացիական պայմանագրի պատգամավորներից հայտարարել են, որ դեմ են քվեարկելու հայտարարության նախագծի։ Դե զարմանալի չէ այդպիսի արձագանքը, որովհետև իրենք մարդիկ են, ում օրոք է մեր երկրում այսչափ քաղբանտարկյալները, պետք է արձանագրենք, որ մենք այսօր ապրում ենք մի իշխանության օրոք, որը եկավ հայտնի հեղափոխության արդյունքում այս քաղաքական ուժը իշխանության ժողովրդավարության արժեքների դրոշով։ Եվ ինչ ունենք այս պահին հենց այսօրով չառաջնորդվենք, երբ տասնյակներ են մեր քաղբանտարկյալները, վերջին 5 տարիների ընթացքում հարյուրյակը գերազանցել են մարդիկ, ովքեր անազատության պայմաններում են գտնվել բացառապես իրենց քաղաքական դիրքորոշման համար։ Մի քիչ հանրամատչելի, որ մեր հանրությանը բացատրենք, ով է քաղբանտարկյալը։ Քաղաքական բանտարկյալը, չնայած այն հանգամանքին, որ ԵԽԽՎ-ն ունի հստակ բանաձև, 1900-րդ բանաձևով տալիս է հասկացությունը, բայց քաղբանտարկյալները ավելի հանրամատչելի այն մարդիկ են, ովքեր իրենց գործողության, ավելի ճշգրիտ որևէ գործողություն չկատարելու համար հայտնվել են անազատության մեջ կամ իրենց նկատմամբ ընտրվել է ավելի ծանր միջոցառում, եթե իրենք չհայտնեին իրենց դիրքորոշումը, որը ընդդիմանում է այսօրվա իշխանության գործունեությանը։ Բոլոր քաղաքական ընդդիմախոսները, հատկապես երբ նրանց խոսքը լսելի է, ծայրաստիճան հետապնդումներ են ենթարկվում։ Այսօր արձանագրված փաստ ունենք, որ մեր երկրում տասնյակներ են քաղաքական բանտարկյալները։ Ընդհանուր առմամբ ինչ է կարևոր, խորհրդարանական լսումը։ Խորհրդարանական լսումը հենց ընդդիմության շատ է, մեր հանրության մեջ բազմատուկ են մարդիկ եք, ովքեր այդ բազմաթիվ քննարկումներին ծիրում եք գտնվել, թե ինչու պետք է ընդդիմությունը ներկա լինի խորհրդարանում։ Սա այն կարևորագույն գործիքներից մեկն է, որի միջոցով մենք հանրությանը կարող ենք հասցնել, թե ինչ է մեր երկրում կատարվում։ Հատկապես այն պարագայում, երբ այսօրվա իշխանությունը պարբերաբար պնդում է, որ մեր երկրում քաղբանտարկյալներ չկա, միջազգային հանրության կողմից արձագանք չկա, մինչդեռ ես այնքան էլ համակարծիք չեմ, վերջին ԵԽԽՎ նիստը, որը Երևանում կայանում էր, կհիշեք, իրենց ԵԽՊատգամավոր պարոն Ամորին կատարեց արձանագրում։ Նա հստակ արձագանքեց, որ իրենք հետևում են հայաստանյան իրադարձություններին եւ իրենց համար տարակուսելի է մարդու իրավունքների նկատմամբ միջամտությունները։ Ու նաեւ ընդգծեց, որ սա կարող է խոչընդոտ լինել դեպի Եվրոպական միություն բաղձալի ճանապարհին։ Իմելը այնտեղ գլխավոր դատախազին նամակ էր հանձնվել, որպեսզի վերջինիս եւս մասնակցի այս լսումներին, դատախազությունից հայտնել էին, որ Աննա Վարդապետյանը աշխատանքային ծառայության մեջ է, բայց նկատելի է, երբ օրինակ ոչ այս թեմա, բայց լսումներ խորհրդարանում հրավիրում է քաղաքացիական պայմանագիրը, Աննա Վարդապետյանը գերազանցեք աշակերտի նման առաջին այստեղ լինում է։ Սա ընտրողական մոտեցում չէ այս կառույցի ղեկավարի նկատմամբ, որը պետք է որ անկախ լինի սահմանադրորեն մյուս օրենսդիր մարմնից կամ գործադրից։ Ասեմ ավելի, շատ տարակուսել է նման վերաբերմունքը, որովհետև մենք ինչքան էլ մեր իրավական պետության ծիրից հեռացել ենք, մենք խորհրդարանական կառավարման ձև ունեցող պետություն ենք։ Ըստ մեր սահմանադրության, որը 15 թվականին ամրագրեց այս կառավարման ձևը, գործադիր իշխանությունը առհասարակ ու բոլոր պետական մարմինները հաշվետու են խորհրդարանին, ու խորհրդարանն է ամբողջ պետական համակարգի նկատմամբ հիմնարար վերահսկողական գործառույթ ունեցող մարմինները։ Ոչ թե սա պետքա լիներ կամարտահայտություն, այլ հրավիրված խորհրդարանական լսումը պետք է պարտավորեցներ բոլոր մարմիններին, այդ թվում իրավապահ մարմինների ղեկավարներին, գալու, ներկա գտնվելու, մարդկանց հուզող հարցերին պատասխանելու, արձագանքելու եւ իր դիրքորոշումը ներկայացնելու։ Շատ մտահոգիչ է, որ տիկին դատախազը հարմար չի գտել ներկա գտնվելու, իհարկե շատ ցանկալի կլիներ ու նաև այս լսումների արդյունավետությունը կբարձրանար, եթե այլընտրանքային դիրքորոշումներ լիներ, եթե իրենց համար լսելի լիներ այս կողմի դիրքորոշումները եւ հնարավոր է մի շարք հարցերի շուրջ գային ընդհանուր կողմերը եզրահանգման, բայց նաև պետք է արձանագրենք, որ հենց քաղբանտարկյալների առկայությունը մեր երկրում նաև իրավապահ մարմինների գործուն ներգործության հետևանք է։ Իրավական ԿՊ պատգամավորներից մեկն ասաց, որ եթե լինեին քաղբանտարկյալներ, ապա միջազգային կառույցները կարձանագրեին դա։ Հիմա կարող ենք սա համարել, որ եթե արձանագրում չկա, ուրեմն քաղբանտարկյալներ չկան եւ այդ արձանագրումները ինչու են ուշանում։
Բնականաբար ոչ չենք կարող համարել, ես կարևոր արձանագրում անեմ, հա, իրենք անդադ հողում են կատարում միջազգային կառույցների կողմից արձանագրմանը, ես արդեն կոնկրետ մեկ դեպք ներկայացրեցի, որ արդեն միջազգային կառույցները ազդակների պատասխանում է։ Հնարավոր է նաև երկուս տեք, հա, մեր ընդդիմադիր ուժերից եւ քաղաքահասարակության пассивության հետևանք է, որ արձագանքները ավելի քիչ են ու ակտիվ վրա չեն հասնում։ Այս խորհրդարանական լսումները պետք է այն ազդակը լինեն, որի հիման վրա մենք բոլորս կակտիվանանք, բոլոր խողովակներով անընդմեջ կփորձենք հասցնել թե միջազգային կառույցներին, թե մասնագիտացված հասարակական կազմակերպություններին, թե ներառական կդարձնենք մեր ներքին լսարանին տեղի ունեցողը։ Եվ շատ կարևոր արձանագրում է, որ դեռևս քաղբանտարկյալների գործերը քննության փուլում են գտնվում, շատերը անգամ կարճվել են, ոմանք արդարացվել են վերջին 5 տարիների ընթացքում, բայց այն բուն մեր հանրության ուշադրության ներքո գտնվող գործերը դեռ գնալու են մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Ծանոթ լինելով ՄԻԵԴ-ի նախադեպային պրակտիկան, ես համոզված եմ, հա, որ ՄԻԵԴ-ի կողմից արձագանքները միանշանակ են լինելու, սակայն ցավալի է, որ այդ հետևանքները մեր պետությունն է կրելու եւ մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս ենք կրելու։ Ուղղակի խնդիրը կայանում է նրանում, երբ մարդը քաղաքական հետապնդման է ենթարկվում, ինչքան էլ մի հետը գնահատում տա, ինչքան էլ դրամական փոխհատուցում լինի, մարդու այն քայքայված, կորսված առողջությունը, ժամանակը հետևանքային են լինելու ու անվերականգնելի են լինելու։ Դա է մեծագույն կորուստը, որոնք կրում են քաղաքական բանտարկյալները իրենց խղճի համոզմունքների ու ընդդիմադիր հայացքների համար։ Եվ Սամվել Կարապետյանի փաստորեն կալանքը կրկին երկարաձգվեց եւ այսպիսի խոսակցություններ կան մամուլում եւս, որ խնդիր է դրված մինչեւ ընտրություններ նրան կալանքի տակ պահել։ Որքան կարող է կալանքը անընդհատ երկարաձգվել։ Դե Սամվել Կարապետյանի գործը արդեն մեր երկրում նաեւ արդեն համաշխարհային իրավունքի շրջանակներում աննախադեպերի շարքին է դասվում։ Պարոն Կարապետյանի կալանավորման հիմքում մեկ հոդաբաշխ նախադասություն հիմնավոր իրավապահ մարմինները չեն կարողանում ներկայացնել։ Եթե համոզված եմ, հա, բոլորը գործընթացին հետևում եք, ինչ տեղի ունեցավ։ Ընդհանրապես մեծանուն բարերարը չանցավ անանցելին, իր համար կարմիր գիծ տրորվեց, կանգնեց եկեղեցու կողքին, ընդհանրապես մեկ նախադասություն աջակցության խոսք ասելով։ Անմիջապես հետևեց գործադիր իշխանության ղեկավարի Facebook-յան գրառումները։ Նույն օրը սա արդեն ուղղորդում է իրավապահ մարմիններին ու անգամ այնքան էր այդ ներվը, հա, ու ազդեցությունը գործադիր իշխանության կողմից այդ քաղաքական միջամտությունը այնքան ակնհայտ էր, որ իրավապահ մարմինների ֆորմալ ձևական առումով նույնիսկ ժամանակ չտրվեց իմիտացիա անելու, որ այս մարդու խոսքերին հետևել են որոշակի գործողություններ ու դրա հիմքով հանցակազմ է առկա։ Անմիջապես մարդուն նույն օրը իրավապահները գրոհեցին առանձնատունը ու անգամ ինքնակամ ներկայանալու պարագայում Սամվել Կարապետյանը ձերբակալվեց, այնուհետև կալանավորվեց ու ես նույն օրը, հա, երբ այս process-ը տեղի էր ունենում դատարանի բակում, մեկ միտք հնչեցրեցի, ասի կտեսնենք հիմա ինչպես են փողերի լվացման դրվագներով գործեր ավելանում, տնտեսական հանցագործություններ ու զուգահեռ մարդու տնտեսական իրավունքը հիմնարար ոտնահարվում է, այդ ազգային ժողովից կրկին վարչապետը հեծի ազգայնացման գործընթացի մեկնարկը տվեց, մենք զուգահեռ արդեն երեկվա հայտնի տեսազայնագրությունը տեսանք ինչպես է մեր երկրի վարչապետը հեծի ժամանակավոր պաշտոնակատարի հետ նստած քննարկում հեծի ներքին գործերը, որակումներ տալիս սեփականատերերին ու կոնկրետ որակում տվեց էլի հանցագործան, ասում է սա փողերի լվացում է։ Մեր երկրում այս իշխանությունը չեղարկել է ամենակարևորագույն հիմնարար սկզբունքներից մեկը՝ անմեղության կանխավարկածը։ Անմեղության կանխավարկածը ասում է մարդը համարվում է անմեղ իրեն մեղսագրվող արարքում, քանի նրա մեղքը հիմնավորող ուժի մեջ մտած դատական ակտ չկա։ Այս պարագայում այս իշխանության տարբեր բարձրաստիճան պաշտոնատար անձինք իրենց թույլ են տալի աջ ու ձախ մեղադրանքներ հնչեցնել ու վերդիկտներ հրապարակել կանխավ միջգործը դատավարության ընթացքում է։ Արդեն ընթացքում են մեղադրանքներ առաջադրվել, ոչինչ չի զարմացնի, հատկապես վերջին ֆարսաժային արդարադատության դրսևորումից հետո երևի տեղեկացել եք, հա, մեկ օրում Վճռաբեկ դատարանը հրապարակեց վճիռ, այդ նույն օրը
Վճռաբեկ դատանից գործը գնաց Սամվել Կարապետյանի քեյսով։ Գլխավոր դատախազություն մուտք եղավ, ելք եղավ քննչական կոմիտե։ Քննչական կոմիտե մուտք եղավ, մակագրվեց քննչական խմբի ղեկավարը։ Նույն օրը քննչական խմբի ղեկավարը այդ 100-ից ավել փաստական հանգամանքներին, վերլուծություններին ծանոթացավ, հասցրեց նույն օրը կազմելու պատասխանը, միջնորդությունը պատրաստելուց հետո հասցրեց քննչական կոմիտեից տանելու հակակոռուպցիոն դատան մուտք անելու։ Բնականաբար սա ինչու եմ ասում, ֆարսաժային արդարադատություն, որովհետև ամբողջ մեն հարավային Կովկասում ամբողջ աշխարհում նման դեպք չի գրանցվել, որպեսզի մի իրավապահ մարմնի ներկայացուցիչ այդպիսի մտավոր եւ ֆիզիկական հնարավորություն ունենա ծանոթանալու եւ արձագանքելու նմանաբնույթ փաստաթղթին։ Սա հերթական դրսևորում է, հետևանք ես թողում եմ եզրակացությունները ձեզ, ոնց էր հնարավոր ֆիզիկապես այս ամենը կազմակերպելու։ Ակնհայտ է, որ կազմակերպման հիմքում տարընկալելի եւ շատ մութ փոխհարաբերություններ են, որոնք իրավապահ մարմինները իրենց պետք է թույլ չտան։ Ու ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի գործը ծայր աստիճան քաղաքականացված է, նա քաղաքական հետապնդման է ենթարկվում, պայմանավորված օրվա իշխանության վախերով առ Սամվել Կարապետյանի անձ։ Ու մեկ կարևոր հանգամանք նշեմ, զավեշտ է նաև այս իշխանության ներկայացուցիչների դեպքերով, երբ իրենք թիրախավորում են պարոն Կարապետյանին, մի նոր բնագավառ են գտնում թերություն որակելու, ի հայտ է գալու մի նոր չբարձրաձայնված բարեգործություն, ու այդ նոր բարեգործությամբ հակառակ էֆեկտ են ստանում։ Այսինքն մարդիկ ստիպված են գույքագրել իրենց արած բարեգործությունները մեր երկրում, որպեսզի կարողանան այս իշխանության մանիպուլատիվ որակումներից ինքնապաշտպանվել։ Սամվել Կարապետյանի գործով հասարակական թիմը նախորդ դատական նիստից առաջ ժամանակ նշեց, որ իրենք որոշումը չեն ստացել դատարանի, դրա փոխարեն այն հրապարակվել է հայկական ժամանակում եւ միայն քննիչին է արկա։ Խնդրում եմ անդրադառնալ նաեւ այս ամենին։ Դե դա եւս մեկ զավեշտ էր, որը միջազգային ատյանները անպայման որպես փաստական հանգամանք կանդրադառնան, հասկանում եք ինչ տեղի ունեցավ։ Գործը քննվում էր, հերթական կալանքի միջնորդություններ քննվում, այս միջնորդության գործը քննվում էր, հերթական կալանքի միջնորդություններ քննվում, այս միջնորդության քննության ընթացքում հայկական ժամանակ օրաթերթը, որը ոչ ոքի համար հայտնի չէ, որ իշխանական աղբյուրներին է հարում եւ իշխանական ընտանիքին է պատկանում, տալիս է վերդիկտ, ասում է, որ Սամվել Կարապետյանի կալանքը շարունակվում է եւս 2 ամսով։ Դա իրականում էլի կրկին հերթական աննախադեպն է ու կարող է մեր հասարակությանը արդեն սովորեցրել են այդ աստիճան հակաիրավական գործընթացների, բայց հավատացեք, նույն Սամվել Կարապետյանի գործով ներգրաված միջազգային իրավունքի փաստաբանները յուրաքանչյուր դրվագից հերթական ստրեսն են ապրում, որովհետև անգամ այն ավտորիտար ռեժիմի պետություններում, որտեղ իրենք գործեր են ունեցել, այդ բնույթի բացահայտ հետապնդումները մի փոքր ավելի փորձում են խուսանաված իրականացնել։